Վերադարձանք սիրելիներ, նախորդ շաբաթ Սունդուկյան թատրոնում պարային հրավառություն էր, որովհետև Էդգար Հովհաննիսյան պարային դպրոց եւ Ամբերտ անսամբլը տոնում էին իր 25-ամյակը եւ մեր տաղավարում են Էդգար Հովհաննիսյանը, Դավիթ Բարխուդարյանը, Հասմիկ Արծրունին եւ Լաուրա Սիմոնյանը, բարև ձեզ, բարի լույս եւ բնականաբար պիտի սկսենք շնորհավորական խոսքով, որովհետեւ անսամբլը 25 տարեկան է, դպրոցը նույնպես։ Ինչպես ստեղծվեց անսամբլը, եկեք սկսենք սկզբից։ Այո, փոքրիկ պատմական ակնարկով, որը կարևոր է մեզ համար։ Բարի առավոտ ձեզ, շատ հաճելի է հյուրընկալել Շանթում։ Դպրոցը ստեղծվեց 25 տարի առաջ, երբ դեռ ընկերոջս հետ Անդրանիկ Գրիգորյանի հետ պարում էինք Պարարվեստի պետական բարեկամություն համույթում ժողովրդական արտիստ Նորայր Մերհաբյանի գլխավորությամբ։ Նրանք հաջողություն Նորայր Գուրգենիչին, բարևներ ողջույններս, օգտվելով առիթից ես ուզում եի շնորհավորել եւ ողջունել նրան։ Նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Իդեպ ասեմ, որ նաեւ առաջի քայլերը մենք սկսել ենք ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի կանաս պարախմբից։ Ես եւ Անդրանիկ Գրիգորյանը ընկերս, որը առաջին ստեղծեցինք Ամբերտ պարային անսամբլը, լամպերի գործարանի մշակույթի տանը դժվարին տարիներին եւ օգտվելով առիթից կուզեմ Անդրանիկին էլ ողջունել, նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությանը եւ նույն ձևի, նույն ողջավորվածությամբ շարունակում է այդ մշակութային գործունեությունը։ Ինչ լավ, շատ լավ է։ Պարոն Հովհաննիսյան, հիշում եք երբ էր ձեր առաջին համերգ անսամբլով եւ այդ տպավորությունները կան ու փոփոխվել է տպավորությունները այս համերգի ու այն առաջին համերգի մեջ։ Իհարկե, տարեստարի զարգացել ենք, տարեստարի անցնելով այդ բազմաթիվ մարտահրավերներ, առաջ ենք շարժվել։ Ընկերոջս հետ ես մի փոքր անդրադարձ անեմ, լամպերի գործարանում լինելով 7-8 տարի, առաջարկ ենք ստացել շարունակել Արաբգիրի հայորդյացտանը, տնօրինել եմ Արաբգիրի հայորդյաց տանը եւ որպես ղեկավար պարուսույց նույն կերպ շարունակել եմ գործունեությունը եւս 10 տարի եւ այժմ արդեն շարունակում ենք մեր գործունեությունը ինքնուրույն հիմնելով իմ դպրոցը Էդգար Հովհաննիսյան պարային դպրոցը եւ Ամբերտ պարային անսամբլը, որտեղ դպրոցի լավագույն սաները ընդգրկում են անսամբլում եւ այստեղ նստած են ինձ հետ իմ առաջի սաները Ամբերցիները, հա, այդ կերպ ասած, առաջին ամբերցիները։ Այո, առաջի ամբերցիները, ովքեր ինձ մոտ սկսել են, հետագայում շարունակել են պրոֆեսիոնալ անսամբլներում, բարեկամությունում, անցնելով նույն ճանապարհը իմ հորդորով, հետագայում շարունակել մանկավարժական համալսարանը, ավելի զարգացնելով իրենց տեսական կրթությունը եւ այսօր ուրույն կերպով փոխանցում են իրենց գիտելիքները մեր սաներին։ Ինչ լավ, դե եկեք արդեն խոսենք մասնագետների հետ, ովքեր հենց առաջին ֆրոնտում են, ովքեր դաստիարակում են, ովքեր դասավանդում են։ Դավիթ, սկսենք ձեզանից, ընկեր Դավիթ երևի պիտի ասել, եթե բարի ոլորտ է, բնականաբար այդպես պիտի լինի։ Մեր ասպարեզում, այսինքն պարարվեստում նաև կադրային քաղաքականության մեջ տղաները քիչ են, շատ քիչ են։ Ինչպես եղավ, որ դուք մինչև այսօր բարի մեջ եք։ Իմ առաջին քայլերը նորից սկսել է Գրանցանում, ընկեր Էդգարի հետ, Անդրանիկ Գրիգորյանի հետ միասին առաջին իմ քայլերը այնտեղ ա եղել, հետո հետագայում արդեն այդ աշխարհը տեսնելով, պարային աշխարհը չկարողացա կտրվեմ, չնայած հիմա մեր գաղափարախոսության մենտալիտետի մեջ մի քիչ տղաների բարի ուղարկելը դարձել է մի քիչ ավելի յուրատուկ բան չէ, շատ մարդիկ չեն ուզում համակերպվեն այն մտքի մեջ, որ տղան պետքա գնա բարի, չգիտեմ, շատ ժամանակ մենք լսում ենք նման խոսակցություններ, թե դպրոցում երեխաները մինչև այսօր դեռ կա այդ մտայնությունը, ես լսել եմ, ես լսել եմ, կուզենամ ասեմ, որ հայ տղան պետքա բարի, պետքա ուսումնասիրի հայոց մշակույթը, ազգայինը, դասականը ինչու չէ, որպեսզի թե իր գաղափարական եւ մկանային համակարգը ընդհանուր լինի առողջ, այսպես ասեմ։ Այսքանը։ Չէ, իսկ տղաներ կան, հիմա գալիս են նրանք, հա։ Տղաներ կան, մենք այս մեր վերջին համերգային միջոցառմանը ներգրավել էինք անսամբլում 12 տղաներ, որոնք որ բացի մեզ մոտ բարելուց նաև ուսուցանում են Պարարվեստի քոլեջում, սովորում են մանկավարժական համալսարանում եւ նաև ունենք
փոքրեր, որոնց որ արդեն կրթում ենք պատրաստելով ուրեմն մեր հետագա աշխատանքների համար։ Շատ կեցեք, Այդ շատ շնորհակալ։ փոքրիկներին հեշտ է հիմա կրթելը բարվեստի ոլորտում, ինչպես եք աշխատում երեխաների հետ։ Շատ ավելի փոքրիկներին, 4-5 տարեկաններին իհարկե բարդություն կա իրանց ուշադրությունը գրավելու համար, այդ տարիքի երեխաները ավելի շատ գալիս են խաղի են վերածում, այսպես ասած, բարդությունը դրանում է կայանում, բայց արդեն ավելի մեծահասակների մոտ, դեռահասների մոտ ընդհակառակ մտնում ես դահլիճ եւ իրանք են քեզնից պահանջում, անընդհատ ցանկանում են, որ դու իրենց տաս։ Բայց իհարկե երեխաների հետ աշխատելը դա մի ուրիշ աշխարհ է իր հետաքրքիր նոր լուծումներով։ Լաուրա, իսկ ինչ աշխարհ է ձեզ համար Ամբերթը։ Մեր Ամբերթը ինձ համար էլ, բոլորիս համար էլ դա մի մեծ ընտանիք է ու մի ուրիշ աշխարհ, որտեղ մենք ապրում ենք, իրոք ապրում ենք այնտեղ։ Ապրելը արդեն շատ կարևոր ցուցիչ է, թե ինչպես են վերաբերում, որովհետև միտեղ, երբ որ դու կանատվությամբ պիտի վերաբերվես։ Ինչպես պարոն Հովհաննիսյանը նշեց, բարեկամության այս բովը անցել եք եւ այդտեղ ես գիտեմ, որ ամենակարևորը կարգու կանոնն է եւ շատ խիստ կարգու կանոնը։ Դուք անցել եք այդ կարգու կանոնով, արդյոք այդ նույն կարգու կանոնը կիրառում եք ձեր սաների հանդեպ։ Նրանք դրանից չեն նեղվում, թե ընդհակառակն է, ինչպես է վերաբերում այդ խստությանը։ Թե մեր օրերում արդեն մի փոքր մեղմ պետք է երեխաների հետ լինել։ Գիտեք, դուք ճիշտ եք, մեզ մոտ իսկապես շատ ուժեղ կարգու կանոն է գործում ու մենք այդ ամեն ինչը սովորել ենք ընկեր Էդգարից, ոնց որ իրենք են մեզ հետ խիստ եղել, այնպես էլ մենք երեխաների հետ, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ ինձ թվում է մենք այնքան սեր ենք իրենց տալիս ու ցանկացած փոքրիկ երեխա այդ սերը զգում է պարուսույցի կողմից։ Եվ երբ որ ինքն էլ է սկսում քեզ սիրել, արդեն այդ խստությանը ինձ թվում է, որ վերաբերվում է նորմալ։ Ինձ թվում է, որ ծնողներին դուր է գալիս այդ խստությունը, այդ կարգու կանոնը։ Կարծում եմ, որ հետո պիտի բացվի նրանց համար, ամեն մեկին իր ոլորտի մեջ, այնպես չի, չէ՞ որ բոլորը պիտի պարող դառնան, նման բան չկա, բայց ներքին կարգու կանոնը սա երևի թե ամենակարևորն է։ Եկեք գանք ապրիլի 6-ի համերգին, մեզ մի քիչ պատմեք ինչպես ստացվեց, ինչ եղավ եւ բնականաբար այս ամենը նկատի ունենալով Ամբերթի անցած ճանապարհը։ Ուրեմն երկար էինք մտածում 25-ամյակի վերաբերյալ, քանի որ պատասխանատու քառորդ դար անցած ոնց որ անսամբլ ենք եւ պատասխանատվության մեծ զգացումով ենք մոտենում։ Եվ անկեղծ ասած համերգը կայացավ եւ ստացվեց, այսինքն ես խոսում եմ հիմա արդեն հանդիսատեսի այդ ողջույններից, շնորհակալական խոսքերից շատ լավ ստացվեց։ Իդեպ ձայնագրությունները կտեսնենք շատ շուտով։ Մենք նույնպես ունենք տեսանյութ։ Քրտնաջան աշխատանք տեղի ունեցավ միջ համերգը եւ ապրիլի 6-ին կայացրեցինք ընդհանրապես մեր համերգաշրջան, մեր համերգային խնդիրները լուծում ենք տարեվերջին, որ դպրոցականները մի քիչ ազատվեն իրենց խնդիրներից, բայց ապրիլի 6-ին արեցինք, քանի որ քիչ առաջ ոնց որ շեշտեցինք տղաների զորակոչվելու խնդիրը առաջ եկավ եւ դրա համար 25-ամյակը քիչ առաջ բերեցինք եւ նշեցինք ապրիլի 6-ին, որը ես կարծում եմ, որ անցավ մեծ շուկով եւ խանդավառությամբ։ Եկեք միասին դիտենք կադրեր համերգային ծրագրից ու կվերադառնանք։ Ամբերտ։ Այնպեսի ծրագիր էր, որ հիմա ես էլ էի ուզում ասես ծափ Ես էլ արդեն դարձնել, ոգևորված։ Կրկին շնորհավորում ենք ձեզ, արդեն պարզ է թե ինչ հրաշալի համերգ է եղել, ինչ կարևոր անդրադարձեր են եղել մեր պարերին, բայց եկեք հասկանանք, միայն հայկական պարեր են, քերականությունը որն է, ինչպես են դասավանդում, քանի տարեկանից կարելի է գալ, Որովհետև տարբեր տարիքային խմբեր մենք տեսանք։ Մեր դպրոցը դասական պարի հիմքի վրա սովորեցնում է հայկական ազգային պարեր։ Իհարկե ժամանակ հետո անցնում են նաև այլ ազգերի պարեր են ուսումնասիրում։ Մեր դպրոց գրեթե կարող են ընդունվել բոլորը, բայց բեմ բարձրանալ միայն նրանք, ովքեր որ օժտված են որոշակի տվյալներով։ Ընդունում ենք 4 տարեկանից եւ դասական պարի հիմքի վրա մարզում կոփում ենք ճիշտ մկանային համակարգ եւ սիրուն կեցված կազմված ստանալու համար, որից հետո արդեն ըստ
ծրագրի շարունակում ենք առաջ։ Մենք մեզ մոտ առաջնահերթ ստեղծում ենք սիրառատ մթնոլորտ եւ փոխանցում ենք արժեքներ, կարգապահություն եւ սեր դեպի հայրենի մշակույթը։ Եվ փորձում ենք յուրաքանչյուր երեխային յուրովի մոտենալ, կարևորություն տալ նրա անձին եւ շարժ ձևին եւ այլն։ Այս 25 տարիների ընթացքում ի՞նչն է մնացել անփոփոխ, ի՞նչն է փոփոխվել, արդյոք մեթոդաբանությունը դասավանդման փոփոխվել է, թե որոշակի բաներ պահպանվել են։ Դասական բարի հիմքը ավելի զարգացրել ենք ըստ տարիքի, փորձառությունն է ավելացել մեզ մոտ, մենք ինքներս կրթվել ենք, ավելի զարգացել ենք թե դասականի եւ թե հայկական ազգայինի մեջ։ Եվ այդ փորձը փոխանցում ենք մեր երեխաներին։ Այսինքն գալիս են երեխաները 4-ից, 5-ից, 6-ից արդեն սկսում են նոր հմտություններով եւ նոր քերականություն սովորելով, արդեն երբ մեծանում են, ավարտում են դպրոցը, ավելի շնորհալիները մնում են Ամբերդում կամ գնում են Չավարտելով դպրոցը ընդգրկվում են Ամբերդ պարային անսամբլում, 8-րդ դասարանից, 9-րդ դասարանից եւ ավելի պրոֆեսիոնալ քայլերով են հանդես գալիս բեմում, որից հետո նրանցից արդեն ովքեր որ ընտրում են այդ ուղին շարունակում են թե բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ թե պրոֆեսիոնալ անսամբլներում, ինչպես որ մեր պարուսույցներն են։ Ինչ լավ։ Օրինակ ֆուտբոլում, պարոն Հովհաննիսյան, մարզիչները այսպես շատ չեն խառնվում, չեն մտնում դաշտ, չեն գնդակետ, նրանք անընդհատ ասում են։ Հերվից եմ գալիս, որովհետև տեսանք նաև տեսանյութում, որ վերջում ոնց որ թե դուք էլ մաս ունեիք, դուք էլ parեցիք։ Բոլորը կարծես թե մեր բոլոր հյուրերը։ Հարցնեն, դուք բոլորը մաս կազմեցիք, parեցիք, եւ սա ինչ խորհուրդ ուներ իր մեջ։ Լավ կլիներ ձեր ասած ֆուտբոլում, եթե ինչ որ խնդիր կար, վերջում մարզիչներն մտնեին միակ գոլ խփեին։ Իննական։ Իսկ դու հայկական ֆուտբոլին դա չի փրկի։ Չգիտեմ, լավ, եկեք խոսենք Պարիզից։ Հայկական Պարիզ։ Այո, հայկական Պարիզ։ Նայեք, երկար տարիներ ապրել ենք եւ երբ որ երեխաները ապրում են, մենք ամեն մեկի հետ կուլիսներում զգում ենք, վերապրում ենք այդ մեր անցած ճանապարհը եւ ինչու նաեւ պետք է ասեմ, որ մեր վարպետներից ենք սովորել նաեւ այդ ապրելը, որովհետեւ շատ է խանդավառում ժողովրդին, քանի որ իրանք երկար տարիներ օրինակ ապրել են Պարիպետականում, կարող եմ հիշել Սուրեն Չանչուրանին, Վանուշ Խանավիրանին, մեր Կարեն Գևորգյանը, հիմա հրաշալի գործունեություն է ծավալում Գագիկ Կարապետյանը, շատ-շատերին ում չասեցի թող ներող լինեն, որ վերջում ժողովուրդը որ նրանց տեսել է, վերջում այդ համերգի վերջում որ մի հատ էլ դուրս են գալի խմբի հետ են ամփոփում, սա ոնց որ հանդիսատես իր կարոտը առնում է։ Պարուսույցները դուք եւս ապրել եք, հա։ Այո, մենք բոլորս ապրել ենք։ Հիմա բացականները ունենք, իրancs էլ ենք ողջունում, մեր պարուսույցներից բոլորս չկարողացան գանք։ Շատ հրաշալի է այդ վերջում բեմ բարձրանալը նամանավանդ կարոտած, երբ որ դու բեմում ես եղել շատ երկար ժամանակ լսել ես այդ ծափերը, լսել ես մարդկանց բացականչությունները, դու էլ վերջում բեմ ես բարձրանում, ամբողջ էներգիատ միանգամից ասենց համ լիցքավորվում ես, համ լիցքաթափվում ես, շատ լավ է, բեմը իր ուժը ունի։ Ինչպես են վերաբերվում աշակերտները ձեզ, որովհետև նրանք միշտ սովոր են, որ դուք նայեք նկատողությունը, ոտքը բարձր իրար եք, ստոպ, մի հատ նորից եւ ահա վերջում բոլորդ իրար հետ եք գալիս։ Ճիշտ ասած, համերգի ընթացքում աշխատում ենք իրենց կողքին լինել, ոգևորել, որպեսզի նկատողություն չանել, լարվածություն իրենց մեջից հանել։ Այո, իսկ երբ որ իրենց դասատուն հենց բեմի վրա իրենց հետ ապրում է, ինձ թվում է իրանք դրանից ավելի են ոգևորվում։ Եվ ինչի՞ չէ, նաև մենք այս վերջին համերգին, այո, սպասված համերգ էր բոլորիս համար եւ կարողացանք, ինչպես ընկեր Դավիթ ասեց, մեր էմոցիաները բեմի վրա թեկուս մի փոքր, շատ քիչ, բայց տալ հանդիսատեսին։ Կարծում եմ ստացվել է։ Ընկեր Լաուրան ընդհանրապես իր տպավորություններով դուք փորձերը երեխաների հետ զուգահեռ եք անցել համերգի համար, թե դուք պարուսույցներով առանձին եք փորձել արել։ Անակնկալ մտան։ Անակնկալ է կարելի երեխաներին։ Ավելի շատ անակնկալ, իրոք համ ծնողների, համ երեխաների համար անակնկալ էր։ Մեզ համար էլ շատ հետաքրքիր էր, որովհետև ինչպես ասեց ընկեր Դավիթը, երկար տարիներ, երբ որ չես սպառում այդ երկար ծրագիր, հետո թեկուզ այդ մի քանի վայրկյանը, որ բեմում ես լինում,
մեզ համար էլ հետաքրքիր հիշողություններ է, չգիտեմ, զգացողություններ է, շատ հետաքրքիր։ ռետրոսպեկտիկա, բայց կարևորը առաջ գնալ է ապագան է, պետք, այո։ եկեք հասկանանք ինչ ապագա պլաններ, ինչ ապագա ծրագրեր կան, ինչ է մեզ սպասվում 25-ամյակի համերգը, այսպես պատվով դրեցիք պատյան, ինչ է մեզ սպասում ապագայում, այո։ Սա 25-ամյակը հոբելյանական համերգը նշել է վերջակետ չէ, սա նոր սկիզբ է մեզ համար հետագա պլանների։ Մենք ունենք երկրի ներսում բազմաթիվ ծրագրեր, բարեգործական համերգներ, տարեվերջան համերգ եւ իհարկե ծրագիր ունենք մեր հայ մշակույթը ցույց տալ նաև արտերկրում մասնակցել մրցույթ փառատոներին։ Ունեք փառատոների առաջարկներ? Այո, ունենք, դա հետագայի հարց է, դա չբացահայտեմ հիմա։ Կգնաք մեդալներով, պատվերներով, մենք ձեզ կհանդիպենք, բնականաբար։ Դե ձեզ մաղթենք ամենայն բարիք, հաղթանակներ փառատոներով, բնականաբար ինչը որ ամենակարևորն է։ Կրկին հիշեցնենք, որ Ամբերտ անսամբլը եւ Էդգար Հովհաննիսյան պարային դպրոցը իր 25-ամյակներ նշում։ Հյուրընկալել էինք մենք Էդգար Հովհաննիսյանին, Դավիթ Բարխուդարյանին, Հասմիկ Արծրունուն եւ Լաուրա Սիմոնյանին։ շնորհակալություն զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։ Իսկ մենք գնանք գովազդ դիտելու։